Ողջույն, ես Նաիռան եմ, Excelist Training Center-ի վերլուծաբանների թիմի ներկայացուցիչներից։ Համացանցում մեր կազմակերպության կայքն է excelist.am-ը։ Այստեղ կարող եք ծանոթանալ տվյալների վերլուծության և տվյալահեն մենեջմենթի վերաբերյալ մեր դասընթացներին։ Այս տեսանյութում ծանոթանալու ենք SQL-ի այսպես կոչված ագրեգացնող ֆունկցիաներին, նույն ինքը aggregate functions-ին։ Ագրեգացնող ֆունկցիաները SQL-ում այն ֆունկցիաներն են, որոնք հաշվարկ են կատարում տվյալների բազմաթիվ տողերի վրա և վերադարձնում մեկ ամփոփված արժեք։ Դրանք օգտագործվում են տվյալների ընդհանուր պատկերն ու միտումները հասկանալու համար առանց յուրաքանչյուր տողի առանձին դիտարկման։ Ագրեգացնող ֆունկցիաների հիմնական կիրառություններն են մեծ ծավալի տվյալների ամփոփում, ընդհանուր գումարների, միջինների, նվազագույն և առավելագույն արժեքների հաշվարկ, բիզնես վերլուծական հաշվետվությունների աջակցում, տվյալների հիման վրա վիճակագրական վերլուծությունների իրականացում և այլն։ Օրինակ, որևէ խմբի միջին աշխատավարձը, ընդհանուր գումարը, այդ արժեքներից նվազագույնը կամ առավելագույնը, ինչպես նաև աղյուսակի բոլոր տողերի քանակը կամ այն տողերի քանակը, որոնք բավարարում են որոշակի պայմանի և այլն։ Ամենատարածված ագրեգացնող ֆունկցիաներից են count-ը, որը հաշվում է տողերի քանակը կամ ոչնալ արժեքների թիվը տվյալ սյունակում, sum-ը, որը հաշվարկում է սյունակի թվային արժեքների ընդհանուր գումարը, average-ը, որը հաշվարկում է թվային արժեքների թվաբանական միջինը, minimum-ը, որը գտնում է նվազագույն արժեքը, և maximum-ը, որը գտնում է առավելագույն արժեքը։ Ագրեգացնող ֆունկցիաները կիրառվում են select հրամանի մեջ group by բաղադրիչի հետ միասին, երբ անհրաժեշտ է ամփոփված արդյունքներ ստանալ տվյալների որոշակի խմբերի համար։ Օրինակ, միջին աշխատավարձ ըստ բաժինների, աշխատողների քանակը յուրաքանչյուր պաշտոնում և այլն։ Տեղափոխվենք SQL-ի աշխատանքային տիրույթ և դիտարկենք մի շարք օրինակներ։ Կդիտարկենք օրինակներ HR դատաբազայից, որը ստեղծել էինք նախորդ տեսանյութի ընթացքում։ Սկսենք ամենապարզից։ Հաշվենք employees աղյուսակի տողերի քանակը։ Հարցումը կվերադարձնի մեկ թիվ, քանի որ հարցման մեջ կիրառվել է ագրեգացնող ֆունկցիա, այս դեպքում count-ը։ Այսպիսով, քանի որ employees աղյուսակում հավաքված են ընկերության բոլոր աշխատակիցների վերաբերյալ գրառումներ, և քանի որ յուրաքանչյուր աշխատակցի համար այդ աղյուսակում կա միայն մեկ գրառում, ստացված թիվը ցույց է տալիս ընկերության աշխատակիցների քանակը։ Երբեմն մեզ պետք է ոչ թե բոլոր տողերի քանակը, այլ միայն եզակի չկրկնվող արժեքների քանակը։ Այդ դեպքում count ֆունկցիայի ներսում օգտագործում ենք distinct բանալի բառը։ Օրինակ, տեսնենք, թե քանի տարբեր բաժին կա employees աղյուսակում։ Count-ը հաշվում է բոլոր տողերը, իսկ count distinct-ը հաշվում է միայն եզակի արժեքները տվյալ սյունակում։ Որպեսզի կարողանանք այլ SQL հարցումներ ևս ձևակերպել, եկեք վերհիշենք, թե ինչ աղյուսակներ ունենք և ինչ կառուցվածք ունեն նրանք։ Դրա համար տեսնենք մեր դատաբազայի սխեման։ Դիտարկենք employees աղյուսակի դաշտերը։ Դրանք են employees ID, աղյուսակում աշխատակցին տրված չկրկնվող համարը, ID-ն, first name անունը, last name ազգանունը, email էլեկտրոնային հասցեն, hire date աշխատանքի ընդունման ամսաթիվը, job ID պաշտոնի ID-ն, salary աշխատավարձը, manager ID ղեկավարի ID-ն և department ID մասնաճյուղի ID-ն։ Եկեք գտնենք, թե ընկերությունը ամսական ինչքան աշխատավարձ է վճարում իր բոլոր աշխատակիցներին միասին վերցրած։ Խնդիրը լուծելու համար պարզապես պետք է գտնենք employees աղյուսակի salary-սյան բոլոր արժեքների գումարը։ Կազմում ենք հարցում կիրառելով sum ագրեգացնող ֆունկցիան։
Փորձենք այս աղյուսակի գրառումների մեջ գտնել ամենացածր աշխատավարձի չափը։ Այժմ փորձենք գտնել ամենացածր աշխատավարձը յուրաքանչյուր մասնաճյուղի դիպարտմենտի համար։ Կազմենք այսպիսի հարցում։ Group by-ը խմբավորում է աղյուսակի տողերը ըստ Department ID դաշտի արժեքի, իսկ minimum ֆունկցիան յուրաքանչյուր խմբի համար հաշվում է salary դաշտի արժեքների նվազագույն արժեքը։ Հարցման արդյունքում կստանանք այնքան տող, որքան Department ID դաշտի եզակի արժեքների քանակն է։ Կարտացվեն Department ID-սյան ունիկալ արժեքները և նրանց համապատասխան նվազագույն աշխատավարձի չափը։ Գտնենք այն ամենավերջին ամսաթիվը, երբ ընկերությունը նոր աշխատակից է ընդունել։ Մեզ պետք է գտնել hire date-սյան ամենամեծ արժեքը։ Նկատենք, որ մաքսիմում, ինչպես նաև մինիմում ֆունկցիաները աշխատում են ոչ միայն թվային, այլև date և datetime տիպի դաշտերի վրա։ Գնանք առաջ և գտնենք բոլոր աշխատակիցների միջին աշխատավարձը։ Այս դեպքում պետք է օգտագործենք average ֆունկցիան, որը կրճատ գրվում է AVG։ Հիմա եկեք բարդացնենք վերջին խնդիրը։ Հաշվենք այն աշխատակիցների միջին աշխատավարձը, ովքեր Regional Sales Manager-ներ են։ Դրա համար նախ պարզենք, թե որն է Regional Sales Manager պաշտոնի ID-ն։ Հարցումը կատարելով պարզում ենք, որ Regional Sales Manager պաշտոնին համապատասխանող Job ID-ն հավասար է 15-ի։ Այսպիսով, մեզ պետք է հաշվել Employees աղյուսակի Salary դաշտի արժեքների միջինը, նախապես ֆիլտրելով այն գրառումները, որոնց համար Job ID-ն հավասար է 15։ Դա կանենք հետևյալ հարցման միջոցով։ Ահա տեսնում ենք հարցման վերադարձված արժեքը և արդեն կարող ենք համեմատել վաճառքի մենեջերների միջին աշխատավարձը համընդհանուր միջին աշխատավարձի հետ, որը հաշվել էինք նախորդ հարցման միջոցով։ Այսպիսով, ուսումնասիրեցինք SQL-ի ամենակարևոր ագրեգացնող ֆունկցիաները՝ count, sum, average, minimum և maximum։ Տեսանք, թե ինչպես դրանց միջոցով կարող ենք մեծածավալ տվյալների համար կատարել հաշվարկներ և ստանալ ամփոփ արդյունքներ, ինչպես ամբողջ աղյուսակի, այնպես էլ խմբավորված տվյալների դեպքում։ Բացի այդ, անդրադարձանք Group by բաղադրիչին, որը թույլ է տալիս կազմակերպել և ամփոփել տվյալները ըստ կատեգորիաների, ինչպես նաև ծանոթացանք Distinct-ին, որը կիրառվում է եզակի արժեքները հաշվելու դեպքում։ Ագրեգացնող ֆունկցիաները SQL վերլուծության կարևոր հիմքերից են և լայնորեն կիրառվում են իրական բիզնես գործընթացներում և վերլուծական նախագծերում։ Նշեմ նաև, որ SQL-ի առավել խորացված գիտելիքներ ձեռք բերելու համար կարող եք այցելել excelist.am կայք, SQL Basics դասընթացի բաժին և ծանոթանալ մանրամասներին։ Այստեղ կարող եք տեսնել յուրաքանչյուր դասի թեման ևս։